Հարկային ու ֆինանսական մարմինները դարձի են եկել ու արձանագրել, որ հարկային դրույքաչափերի բարձրացումը եւ ընդհանրապես հարկային փոփոխությունները ստրես են առաջացնում տնտեսվարողների մոտ, մեծ դժգոհությունների ալիք բերում։ Հիմա վարչարար ֆինանսիստները որոշել են փողը թողնել տնտեսվարողների մոտ, որ տնտեսությունը շնչի։ Բոլոր հարկային փոփոխությունները ազգային ժողովին եւ հանրության քննարկմանն ենք ներկայացնելու մի փաթեթով, մի անգամ տարվա մեջ եւ մեր ծախսային քաղաքականությունները քննարկելու ենք եկամուտների քաղաքականության հետ զուգորդված։ Երկրում գործազրկության մակարդակը 12% է, ինչ է անհրաժեշտ այդ ցուցանիշը նվազեցնելու համար։ Ֆինանսների նախարարը խորհրդային տարիներ է հիշեց։ Ասում այն ժամանակ աշխատելը շատերի համար կարևոր նախապայման չէր, հատկապես լավ կրթություն չունեցողները շուտ հարստանում էին։ Հիմա նախարարն ասում է, պետք է հանրությանը խրախուսել, որ աշխատելը լավ բան է։ Մյուս կողմից կա նաև կարողությունների ճեղք, եւ սա պետքա լրացնենք կրթությամբ։ Օրինակ, անցած տարի որոշեցինք, որ այն մարդիկ, ովքեր ունեն պարտքեր եւ դրա պատճառով սերծուցակներում են, իրենց օգնենք վերադառնալ աշխատաշուկա։ Հայաստանի տնտեսությունն էլ աճի ցուցանիշները արձանագրում հիմնականում ոչ արտահանելի ոլորտների հաշվին։ Տարվա սկզբում զբոսաշրջության հոսքերը ավելի քիչ էին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա ընթացքում մայիսից սկսած մինչև հոկտեմբեր ցուցանիշը աճեց։ Սա էլ իր հերթին բերեց սպառման աճին։ Միայն զբոսաշրջիկությունը չի, օրինակ շինարարությունը շատ երկար տարիներ է աճում, ամեն կանխատեսում էինք, որ կարող է արդեն քիչ-քիչ սկսի նվազել, բայց այդքան էլ չի նվազում։ Այսինքն կա տարբեր գործոններ, բայց հիմնականում աճը գալիս է թե շինարարությունից, եթե նայում ենք սեկտորներով, եւ նաեւ ծառայություններից։ 2000-ականներին շինարարության ցուցանիշները եւս բարձր էին։ Այն ժամանակ էլ ոլորտը տնտեսության վրա ազդեցություն ունեցավ։ Հետագայում սակայն արձանագրվեց մեծ անկում։ Սա այն ոլորտն է, որը չի կարող բարձրացնել արտադրողականության բազան։ Հիմա որ նայում ենք ընդհանուր մասնաբաժինների մեջ, մեր ցուցան կտեսնեք, իր մասնաբաժինը ընդհանուր աճի ազդեցության մեջ այդքան մեծ չի։ Հանքարդյունաբերությունը, որ մշտապես ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, հիմա ըստ տնտեսագետի ավելի пассив է։ Գյուղ ոլորտը եւս լավ օրեր չի ապրում։ Փոքրինչ արձանագրվել է աճ, բայց ըստ մասնագետների քիչ է, հարկավոր է բարձրացնել։ Այստեղ խնդիրներ կան։ Սակայն գյուղատնտեսության արտահանման ցուցանիշներն ըստ տնտեսագետ Մանուկյանի այդքան էլ վատ չեն։ Բայց ընդհանուր կան շատ խնդիրներ կառուցվածքային, որ գյուղատնտեսությունը պիտի շտկվի։ Օրինակ կառավարությունը ունեցել է ծրագրեր արժան վարկեր տրամադրելու, բայց այդքան էլ դա չի օգնել։ Կարող է մի որոշ չափով որոշ մասային օգնել, բայց ընդհանուր երբ մեծ թիվը նայում են գյուղատնտեսության, այդտեղում այդքան չի կարողանում դա բերի վեր, այսինքն բարձրացնի։ Տնտեսական ցուցանիշները 2022-ի համեմատ էլ բարձր չեն։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այդ տարին Հայաստանը փակեց 12.6%-ով։ Հետո ցուցանիշը աստիճանաբար նվազեց։ Այս տարի այն 5.2% կլինի։ Եկող տարի կանխատեսվում է 4.7%։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։